they are sending a rapid support team to the government of Armenia. Հայաստանի կառավարությանը տրամադրվում է արագ արձագանքման մի խումբ, եւ որքանով տեղյակ եմ, հենց կառավարությունն է խնդրել այդ աջակցությունը։ Մենք կասկածներ ունենք, որ այս թիմն այստեղ նույն գործունեությունն է ծավալելու, ինչ նախկինում արել է մի շարք այլ երկրներում, համաձայն ԱՄՆ կոնգրեսի զեկույցի նկարագրության։ Եվ չնայած մենք կողմ ենք Եվրամիության բաց ու թափանցիկ ներգրավվածությանը, քանի որ դեմ ենք ցանկացած օտարերկրյա միջամտության, լինի դա ռուսական, ադրբեջանական, թե որևէ այլ կողմից, այդուհանդերձ գտնում ենք, որ նման քայլ ձեռնարկելիս Եվրոպական միությունը պետք է անհապաղ թափանցիկ գործի բոլոր քաղաքական ուժերի հետ։ We feel that if the EU is going to take this type of step, they must urgently be transparent with all political parties. Ընտրություններից առաջ կողմերից մեկին սատարելը ժողովրդավարական չէ, չի համապատասխանում իրավունքի գերակայությանը եւ կարող է միջամտության վերաբերյալ բազմաթիվ ենթադրությունների տեղիք տալ։ Եվ գիտեք, ի լրում են դրա, մայիսի 4-ին եւ 5-ին Հայաստանում տեղի է ունենալու Եվրամիության գագաթնաժողով։ Եվրամիության նման միջոցառում այս տարածաշրջանում նախկինում երբևէ չի եղել։ Այն տեղի է ունենում սպասվող շատ թեժ ու մրցակցային ընտրություններից մեկ ամիս առաջ, եւ կրկին դա կարող են դիտարկել որպես առերևույթ միջամտություն։ Այո, դուք հիշատակեցիք հիբրիդային արագ արձագանքման թիմի մասին, իսկ իրականում որքանով եք տեղյակ նրանց գործելավոճից։ Նրանց աշխատանքի մեթոդների մասին բազմաթիվ տեղեկություններ կան, եւ մենք հիմա հետաքննում ենք դրանք։ Ըստ ամենայնի, նրանք պարզապես մանիպուլյացիայի են ենթարկում սոցիալական ցանցերն ու դրանց ալգորիթմները, սակայն ամենացավալին այն է, որ նրանց գործունեության մեջ թափանցիկության իսպառ բացակայություն է նկատվում։ Սա իսկապես ապշեցուցիչ է մի կառույցի համար, որն իրեն հռչակում է ժողովրդավարության արժեքների եւ իրավունքի գերակայության ջատագով։ Եվ եթե չեմ սխալվում, նրանք 27 միլիոն եվրո են ծախսում սրա վրա։ Ողջամիտ է արդյոք ենթադրել, որ այդ գումարի մի մասը հատկացվելու է հենց այդ արագ արձագանքման թիմին։ Կարծում եմ դա գրեթե անկասկած է եւ կրկին պետք է սթափ հայացքով նայել պարոն Փաշինյանին։ Նա հետխորհրդային տիպիկ բռնապետ է, հենց այդպիսինն է։ Նա թիրախավորել է եկեղեցու առաջնորդին, անհիմն մեղադրանքներով հետապնդել քաղաքական հակառակորդներին։ Այսօր մեզնից շատերը խորապես մտահոգված են 18-ամյա մի դպրոցականի ճակատագրով, որին Փաշինյանի թիկնապահներից մեկի հարվածից ուղեղի ցնցում ստանալուց հետո հիվանդանոցից անմիջապես տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ։ Նրան 60 օրով նախնական կալանքի ենթարկելը բացարձակապես հակասում է թե մարդասիրությանը, թե Եվրոպական կոնվենցիային եւ նրա 5-րդ հոդվածով սահմանված իրավունքներին։ Which is absolutely contrary to both humanity and the European Convention and, his Article 5 rights. Այն, ինչ կատարվում է Հայաստանում Փաշինյանի օրոք, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության անկումը, այնքան անհեթեթ է դարձնում Եվրամիության կողմից որևէ կերպ կշեռքի նժարն այս մարդու օգտին թեքելը։ Ես իսկապես այդպես եմ կարծում։ Սա պարզապես ցնցող է։ Իսկ արևմտյան կառավարություններից կամ հասարակական կազմակերպություններից որևէ մեկը կապ հաստատել է ձեզ հետ, աջակցություն առաջարկելու կամ պարզապես հասկանալու համար, թե ինչ է կատարվում ձեր պաշտպանյալի հետ, կամ գուցե հրապարակային հայտարարություններ են արել, զգուշացնելով Փաշինյանին զերծ մնալ նման գործողություններից։ Գիտեք, չգիտես ինչու Փաշինյանն այժմ արևմուտքի սիրելին է։ Ինչպես տեսնում ենք մեր գրած նամակում, արևմուտքը եվրոպական ցանկացած երկրի ցանկացած խնդիր դիտարկում է բացառապես Ռուսաստան-արևմուտք հակադրության համատեքստում։ Սա չափազանց նեղ հայացք է, որն աղավաղում է հենց Եվրոպական միության ներքին արժեքները։ Մինչ ձեր հիշատակած նամակը ես արդեն գրել էի նրանց, բողոքելով իրավունքի գերակայության բացակայությունից, բայց ինձ պատասխանեցին. դե հայերի հետ խոսեք։ Իհարկե, ես խոսել եմ հայերի հետ։ Ես իմ պաշտպանյալի Կարապետյանի գործով ներկայացել եմ Հայաստանի դատարան։ Ես սեփական փորձով գիտեմ ու տեսել եմ հայկական արդարադատությունը։ Եվ եթե նրանք այդքան արագ արձագանքման խմբեր են ուղարկում ընտրությունների համար, չեն կարծում արդյոք, որ կարելի է մի քանի եվրո էլ ներդնել Հայաստանում իրավունքի գերակայությունը զարգացնելու համար։ Բայց կարծես թե դրա նկատմամբ հետաքրքրություն չկա, ինչը խորապես մտահոգիչ է։ In helping Armenia develop rule of law, but there seems to be no interest, and
deeply concerning. Մեղադրանքներից մեկը, որն ուղղված է ձեր պաշտպանյալին, հենց Ռուսաստանի հետ առնչությունն է։ Շատերը հետևելով այս ամենին կարող են կարծել, թե Եվրոպական միությունը գուցե իրավունք ունի առաջ մղելու սեփական աշխարհաքաղաքական շահերը եւ որոշակիորեն աչք փակելու մարդու իրավունքների ոտնահարումների վրա, բայց իրականում դատարանում կամ որևէ այլ տեղ ձեր պաշտպանյալի եւ Ռուսաստանի միջև կապի վերաբերյալ որևէ ապացույց ներկայացվել է։ No, I mean, my client has lived in Russia, my client has businesses in Russia, as he has in Ոչ, many իմ other պաշտպանյալն countries. ապրել է Ռուսաստանում, այնտեղ բիզնեսներ ունի, ինչպես որ ունի շատ այլ երկրներում։ Նա շատ հարուստ մարդ է։ Իհարկե, որևէ ապացույց չկա, քանի որ իրականությունն այն է, որ մեր պաշտպանյալը շատ արևմտամետ է, սակայն պարոն Փաշինյանը, քանի որ չունի հստակ ծրագիր եւ գաղափարախոսություն եւ լինելով մի մարդ, որը հարձակվել է հայոց եկեղեցու եւ մշակույթի վրա, պարտվել է երկու պատերազմ եւ ծայրաստիճան ոչ ժողովրդական է, այս պահին նա ըստ էության ընկալվում է որպես ադրբեջանական վարչակարգի կամակատար։ Եվրամիության կամ Արևմուտքի տեսանկյունից նա կարծես անքննադատելի լինի, ինչը պարզապես ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Դրան գումարվում է իմ պաշտպանյալի նկատմամբ շարունակվող հետապնդումը։ Նա չի կարողանում քարոզարշավ անել, չի կարողանում լիարժեք օգտվել խոսքի կամ հավաքների ազատության իր իրավունքից, ընդամենը մի քանի բառով սատարելու համար այն եկեղեցուն, որի արժեքներով դասյարակվել է թե ինքը, թե հայ բնակչության 93%-ը։ Միևնույն ժամանակ Բաքվում ադրբեջանցիները ցուցադրական դատավարություններ են անցկացնում եւ պատանդ են պահում մոտ 2 տասնյակ մարդկանց, որոնց ապօրինի դատում են, իսկ Փաշինյանը նույնիսկ չի էլ խոսում այդ մասին։ Փաշինյանն իր տեսակով, որքան էլ տարօրինակ հնչի, ինձ հիշեցնում է Պոլ Պոտին։ Նա փորձում է վերախմբագրել Հայաստանի պատմությունը։ Նա ցանկանում է հրաժարվել անկախության հռչակագրից, փոխել երկրի խորհրդանիշները, տեղի է տվել ադրբեջանական շահերին։ The history of Armenia. He wants to drop their declaration of independence. Եվ ոչինչ չի արել Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանում դժվարությունների մեջ հայտնված 120,000 քաղաքացիներին սատարելու համար։ Սա պարզապես ցնցող է։ The 120,000 Karabakh citizens who were expelled from their homes and have been left struggling inside Armenia. Ինչ վերաբերում է այս ընտրություններին, մենք ընդհանրեն ուզում ենք, որ Փաշինյանը ներկայանա իր իրական կենսագրությամբ ու արած գործերով։ Եթե նա ընտրություններին գնա առանց կողմնակի միջամտությունների, որևէ խնդիր չի լինի։ Խնդիրն այս բռնապետի սատարելու միասնական ճիգն է, ինչը մեզնից շատերի համար անհասկանալի է։ To the side of an autocrat that very few of us involved in the election can understand.